Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է Ադրբեջանին, հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի անբաժան մասն է, ինչի հետևանքով Ադրբեջանը հայաթափել է Արցախը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ Հայաստանի ինքնիշխան տարածք մտած ու 240 քառակուսի կիլոմետր զավթած ադրբեջանական զինուժը դուրս գա մեր հայրենիքից։ Նիկոլ Փաշինյանը կամայականորեն խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին օրենքը և սահմանազատման անվան տակ Հայաստանի տարածքներից տվել է թշնամուն, նաև պատրաստվում է սահմանադրություն փոխել։ Սրանք պարզ փաստեր են, բայց եթե որևէ մեկը հանրային միջավայրում բարձրաձայն ասի, որ Փաշինյանը չի կարող լինել, իրավունք չունի լինել Հայաստանի ղեկավար, պետք է կառավարության շենքն ազատի, ինչ կլինի այդ մարդու հետ։ Պատասխանը բոլորինն է հայտնի, այդ մարդուն իսկույն կձերբակալեն ու կդատեն։ Բայց Փաշինյանը մոտ 1 տարի ասում է, որ կաթողիկոսը պետք է հեռանա վեհարանից, նրա նկատմամբ իրավական ոչ մի գործողություն չի նախաձեռնվում։ Գարեգին II-ն էլ է ընտրված կաթողիկոս, Փաշինյանն էլ է ընտրված վարչապետ, ինչու Փաշինյանի հեռացումը պահանջողներին բանտ են գցում, իսկ կաթողիկոսի հեռացումը պահանջողներն անպատիժ են մնում։ Իր պաշտոնից բխող լիազորությունների չարաշահմամբ ինքը այդ օրենքով չնախատեսված լիազորություններ, այսինքն գործողությունները կատարում, այսինքն ինքը հենց վարչապետ գործելով է հրահանգում ԱԱԾ-ին գնալ եւ ինչ որ տեղեր խորհրդակցել, որպես պետական պահպանվող օբյեկտ, այսինքն միայն իր պահպանության հարցը չի լուծվում այն ժամանակ, երբ որ ոստիկանությունը գնում է այդ տարածքներ։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ ուղիղ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, դեռևս հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ինքը միջամտում է կրոնական կազմակերպություններին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու կոչերից, իր համար մատուցվող պատարագներին վեհափարի անունը զեղչելու պահանջից բացի, Փաշինյանը հիմա էլ տեսաուղերձով հայտարարել է. Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է, որովհետեւ դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարել են որպես վեհ եւ որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ եւ չեն կատարել դա, չեն կատարում դա եւ չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ, մենք հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը եւ ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք։ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով ասում եմ ոչ միայն պարզապես չարաշահում է իր իշխանական լիազորությունները, այլ նաև ոտնահարում է հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին իր այս ռեպրեսիվ վարքով։ Ինքը ինչքան էլ դրա անունը դնի, որ ես հորդորում եմ կամ իշխանական լծակ չեմ գործածում, բնականաբար իրավունքից տեղյակ մարդկանց մոտ դա միայն այդ պատճառաբանությունները միայն զայրույթ են առաջացնում, ուրիշ ոչ մի բան, էլի, որովհետև այդպես չի կարող լինել։ Պետական պաշտոնյաները շատ լավ են հասկանում եւ գիտակցում իրենց գործողությունների եւ իրենց խոսքի ազդեցությունը հասարակության վրա։ Երկրի ղեկավարը հայտարարում է, որ կարելի է եւ թույլատրելի է ցանկացած պատարագի ընթացքը խանգարել, այն ընդհատել ու պահանջել, որ կաթողիկոսի անունը չհնչի։ Իսկ հետևանքների մասին երկրի ղեկավարը մտածել է, արդյոք սա իրավիճակ սրելու, բախումների տանելու սադրանք չէ։ Բնականաբար ինքը փորձելու է ավելի սրել իրավիճակը, իհարկե արդեն իսկ շատ զարհուրելի քայլեր արված են, ինքը փորձելու է անի, բայց եւ վերջին Մայրաթորի դեպքերը եւ Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ ժողովուրդը այս հարցով պատրաստ է նաեւ շատ լուրջ հակազդեցություն տալ եւ Նիկոլ Փաշինյանը հիմա դրա հետ հաշվի է նստում։ Իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանը եկեղեցու դեմ հալածանքների, բռնաճնշումների ֆոնին իրավախախտումներ է արձանագրել նաև ոստիկանների գործողություններում։
որ իրավական ակտով է առաջնորդվում այն ոստիկանը, որը կաթողիկոսի անունը հնչեցնող մարդու բերանը փակում է։ Ես չեմ կարողանում որևէ ողջամիտ բացատրություն։ Ես խնդրում եմ նաև լրագրողներին այդ հարցը ուղղեն ոստիկանական պատկան մարմինելա, որ իրավական ակտով եք առաջնորդում, որտեղ ձեզ օրենքը պարտադրում է բացառապես օրինական պահանջ ներկայացնեք, արդյոք կաթողիկոսի անունը չգիտեմ, պետական պահպանության օբյեկտիներ վնասում, ինչ էր անում կաթողիկոսի անունը եւ դուք որ լիազորությունն եք իրականացնում այդ մարդու բերանը փակելիս։ Փաշինյանի համար մատուցված պատարագներին կաթողիկոսի անունը հնչեցնողների բերանը փակելով, քաշ տալով հանում են եկեղեցուց եւ իրավապահ համակարգը դա նորմալ է համարում։ Իսկ նորմալ կհամարի, երբ ավանդական սուրբ պատարագներին կաթողիկոսի անունը զեղչել պահանջողին պատարագի մասնակիցները փորձեն լռեցնել ու եկեղեցուց դուրս հանել։